Ես չգիտեմ ովքեր են խորհուրդ տվել, դա բայց դրսից իրեն խորհուրդներ տալիս են։ Կարծում եմ այո, կարող է հենց չեն սրտիկը խորհուրդ չեն տվել կամ կոնկրետ երաժշտությունը խորհուրդ չեն տվել, բայց TikTok-ում եւ Instagram-ում ակտիվանալ հաստատ խորհուրդ է տրվել։ Ինչպես ակտիվանալ, դա այլ խնդիր է, ես չգիտեմ։ Ասեմ ինչն է խնդիրը։ Շատ լավ Նիկոլ Փաշինյանը գիտի, ենթադրում եմ, որ թե ինչպես է իրեն վերաբերվում ջահելությունը, ու քանի որ Instagram-ն ու TikTok-ը դա այնուամենայնիվ ավելի շատ ջահելության հարթակ է, հա երիտասարդությունն է դա ավելի շատ եւ բավականին շատ են նայում։ Այդ ռիլերի բաները իրենք ես էլ եմ հետևում։ Հասկացա դա, բայց ինքը գիտի որ իրեն ոնց են վերաբերվում երիտասարդները։ Ինքը փորձում է, ինքը գիտի որ չունի բարկանիշ երիտասարդության շրջանում, ընդհանրապես չունի։ Եվ ուզում է դրանով ներգրավել նաև երիտասարդությանը, հա, որ դրա համար տեսեք, մի ռիլում դնում է օրինակ Զենֆիրայի երաժշտությունը, մտածելով, որ ինչ որ մի հատված այդպես կգրավի, ով որ Զենֆիրա է սիրում։ Մյուս մասի համար դնում է Դումիկյան, որը այդ մասը կարող է գրավել, կամ մեկ ուրիշ երաժշտություն։ Փորձում է հնարավորինս լայն շերտ ներգրավել երիտասարդությունից։ Բայց ես ուզում եմ տխրեցնել պարոն Փաշինյանին, որովհետև ես գիտեմ, թե ինչպես է երիտասարդությունը վերաբերվում իրեն։ Երիտասարդությունը չի ատում, չի զզվում իրենից։ Երիտասարդությունը ձեռ է առնում իրեն։ Կարող է շփվել եւ համոզվել, թե ինչպես է այսօրվա երիտասարդությունը վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։